Զատիկը շրջական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշանորը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցի այդ օրը գարնան գիշերահավասարին է։ Զատիկ բար կապ չունի զատիկ կենտրոնում է, զատիկը նշանակում է զատվել բաժանվել, զատիկը Հիսուսի հավիտյան տոն է, նա զատվել է մեռածների։ Գրիգոր Տաթևացումը կարիման զատիկից ուներկում են կարմիր ձուն օրինակ ամբողջ աշխարհին ինչպես իմաստներն են ասում մանանտի թաղանթը նման է երկրի թաղանթի ջրի օդի տակուցը ջրի դեղնոցը երկնքի մեջը այսինքն կարմիր են ներկում ում Հիսուս Քրիստոսի Հիսուս ամբողջ աշխարհը մանման Զատիկի խորհրդանիշը ձուն ներկում են կարմիր, երբ Մարիամ Աստվածածին է Զատիկի նախորդում է ավագ շաբաթը, Զատիկի հետ առնչվող բոլոր արարողությունները սկսում են ավագ շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի, շաբաթ երեկոյան մատուցում են Քրիստոսի հարության ջրակալույցի կամ ջրակալույցի պատարագ, որով վերջանում է մեծ 7 շաբաթ տևած մեծ պահքի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները ողջունում են միմյանց, Քրիստոս հայրավ մերելած ավետիսով և ստանում օր կամ ջրակալույցի պատարագ, որով վերջանում է մեծ 7 շաբաթ տևած մեծ պահքի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները ողջունում են միմյանց, Քրիստոս հայրավ մերելած ավետիսով և ստանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մատուցված է եղել Զատկի զանազան հարցեր բարձրացնել, որպես առածության խորհրդանիշ, սովորաբար մեծ պահքի սկզբում այնքան են հարցեր, շրջանում այնքան հարցեր մնացել, ուստի մեծ պահքի սկզբում այնքան են հարցեր, որպեսզի մինչև Զատիկ չպակասի։ Տարածված է եղել բաղարջը, որն անալի յուղով պատրաստված խմոր է։ 30 դեղնուց քսած Մարիամ Աստվածածինը դեղնուց քսելիս թվի վրա հիշել է իր որդու մանկության մասին։ Տոնական սեղաններից թվացներից է եղել աղտարքի գաթան, որի վրա պատկերել են կենդանակերպի 12 նշանով կամ մաշազարդերեն են խաչի նշանով։ Սրված քաղցրավենիքներից է եղել նազուկը, որը պատրաստվել է 2 ճաշի գթար յուղի, սոդայի, աղի, մանրացած հիլի, ալյուրի խառնուրդով, խմոր 4 մասի բաժանելով կրկնակել են լավաշի հաստությամբ։ Հապշական սեղանին մաս են կազմել նաև կանաչայնակ կերակրատեսակներով ապուրները, պատրաստել են ջրբուր, սոխառած են անում, վրա լցնում են ջուր և հարացնում և եղում, ուտելիս ավելացնում են սխտոր և դաղց։ Եղինջապուրը պատրաստում են եղինջով, սոխով, կարտոֆիլով, Ձուն զատկական տոնում գրվում է ամենակարևոր տեղը, քանի որ անմիջական առաջնում է տոնի ծիսական գաղափարության հետ։ Ձուն հայոց ավանդական կեցաղում է համարել գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության խորհրդանիշ է, քանզի իր մեջ պարունակում է վերածննդի գաղափար։ Զատիկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Զատկի կարկատակները են շաքարահացեր, բրիկներ, կատնավոր երբեմն կարկատակների վրա դաջել են Հիսուսի կյանքի տարբեր տարվանները։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին արյունը, ինչպես վերջին ընթրիքի ժամանակ։ Գինին Հիսուսի արյունն է, գինին լցնում է մի կտոր նախարի վրա, որպեսզի թաթախվի։ Չամչով փլավը ոչ մարդկության խորհրդանիշն է, որտեղ չամիչը հավատացյալներն են։ Քրիստոս